Բարև ընկերներ, Գագիկ Ծառուկյանի դեմ հերթական քրեական գործն է հյուսվում, այս անգամ առյուծների հետ կապված։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար, շնորհակալ եմ չհայհոյելու եւ չվիրավորելու համար։ Ընկերներ, առողջ քննադատությունը շատ կարեւոր է, իսկ հիվանդագին կամ շեղումներով լի քննադատությունը արհավիրք։ Նախ ուզում եմ կարեւոր բան ասել Թալանի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խոսում են նախկինների Թալանից, սակայն մոռանում են, որ իրենց թիմի զգալի մասը բախտացած է նույն այդ նախկին թալանչիներից, եւ ամենահետաքրքիրը այն է, որ ով հնարավորություն ունի հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, երբեք չի բարձրաձայնում այս խնդիրը։ Եթե նկատել եք, ես շատ քիչ եմ խոսում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած քայլերից, կամ ավելի կոնկրետ նկարչությունից։ Բոլորը խոսում են Վահագն Հովակիմյանի նկարչական տաղանդի մասին, սակայն մոռանում կամ չգիտեն իրական նկարչական հմտություններ ունեցող մեկ այլ անձի մասին։ Խոսքը գնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովանիսյանի մասին, ով 2002 թվականից աշխատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ քաջատեղյակ է եղել Տիգրան Մուկուչյանի գեղագիտական կողմնորոշումների մասին։ Ինչևէ, հեղափոխությունից հետո նմանատիպ կադրերը չեն աշխատելու։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Տեղեկություններ եմ ստացել, որ ազգային անվտանգության ծառայությունում նոր քրեական գործ են հարուցել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է առյուծի վանդակում մարդ պահելու համար։ Այսպես, ըստ ստացված տեղեկատվության, մի քանի տարի առաջ, մինչ պայմանավորված իշխանափոխությունը, Գեղարքունիքի մարզի բնակիչը, ով աշխատել է Ծառուկյանի ընտանիքի մոտ, պակասորդ է տվել, ինչից հետո Ծառուկյանի անվտանգության աշխատողները նրան տեղավորել են առյուծի վանդակում։ Մի քանի օր անց ազատ արձակել, որից օրեր հետո տվյալ անձը դիմել է ծայրահեղ քայլի, ինքնասպանություն է գործել։ Վերջերս էլ ազգային անվտանգության ծառայությունը այդ գործի հետ կապված նոր քրեական գործ է հարուցել, որից հետո արտաշիրմում է արել։ Ընկերներ, նախ ցանկանում եմ ասել, որ այս տեղեկատվության մասին ես կարծիք չեմ հայտնի, սակայն կխնդրեմ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետ Ատոնոյանին, որպեսի հրապարակով հաստատի կամ հերքի կամ տեղեկացնի հանրությանը, արդյոք նման քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ընկերներ, այսօր եւս մեկ կարևոր թեմայի մասին եմ ցանկանում խոսել, որի մասին մեր իշխանությունը լռում է։ Ուրեմն իմ ստացած տեղեկություններով արդեն տևական ժամանակ է, ինչ գաղտնի պատվիրակություն կա, որ հաճախակի Շիրակի մարզի Ախուրիկ անցակետով գնում են Թուրքիա եւ վերադառնում Հայաստան։ Թե ինչ են բանակցում պարբերաբար եւ ովքեր են պատվիրակության կազմում, տեղյակ չեմ, սակայն մեր շատ սիրելի եւ իրենց օբյեկտիվ լրագրող համարող անձինք հնարավորություն ունեն այս հարցը ուղղել Արարատ Միրզոյանին։ Իդեպ, Ախուրիկում սահմանապահները ռուսներն են, ովքեր եւ մինչ Թուրքիա ուղեկցում են հայկական պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյան, երբ եկաք իշխանության, խոսք էիք տվել, որ կարևորագույն հարցերում դուք հանրության առաջ հաշվետու էիք լինելու, բայց ինչպես 44 օրյա պատերազմում, այնպես էլ հիմա դուք ոչ միայն հաշվետու չեղաք, այլ ընդհակառակը հանրության կարծիքի վրա մեղմ ասած թքած ունեցաք։ Ինչու չեք հրապարակում բանակցությունների ամբողջական փաթեթի մասին տեղեկություն, միգուցե ձեզ ընտրողների մեծամասնությունը դրան դեմ լինի։ Ընկերներ, այսօր այսքանը, հարգանքներս ձեր Հայը։ Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Իսկ դուք գիտեիք, որ Քանաքեր Զեյթունի թաղապետը եւս միլիոնատեր է։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Խնդրում եմ տարածել եւ հավանել տեսանյութը։ Ինչպես եւ խոստացել էի, այսօր խոսելու եմ Երևանի Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար կամ թաղապետ Արտակ Հովակիմյանի մասին։ Նախ ցանկանում եմ ներկայացնել մեր թաղապետին։ Ինչպես ասում են չար լեզուները, թաղապետը երկար ժամանակ հանդիսացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության կարկառուն անդամներից, նաև ունի սեփական բիզնես Զեյթունում։ Սակայն ինչպես շատերը, այդպես էլ մեր թաղապետ Արտակը պայմանավորված իշխանափոխությունից հետո դառնում է ՔՊԱ-ական, որից հետո սկսում է Հովակիմյան Արտակի կարիերայի աճը։ Նախ 2018 թվականի հունիսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսը եղել է բարձրավոլտ էլեկտրական ցանցեր պետական ՓԲ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ապա 2022 թվականին նշանակվել է Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար։ Ինչ ունեցվածք ունի մեր հեղափոխական թաղապետը։ Սկսենք անշարժ գույքից։
Արտակ Հովակիմյանը հայտարարագրել է 3 միավոր անշարժ գույք։ Դրանցից 2-ը բնակելի տներ են Երևանում, որոնցից մեկը գնել է 2013, իսկ մյուսը 2016 թվականին։ 2021 թվականին էլ Արտակ Հովակիմյանը հասարական նշանակության շինություն է ձեռք բերել։ Իդեպ այս վերջին գույքը բավական թանկարժեք է եղել, քանի որ 2022-ի տարեվերջի դրությամբ այդ շինությունը ձեռք բերելու համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը կազմում է մոտ 135 միլիոն դրամ։ Երկու բնակելի տները ևս Արտակ Հովակիմյանը վարկով է գնել։ Դրանց մայր գումարի մնացորդները 2.6 միլիոն և 22.9 միլիոն դրամ են։ 3 անշարժ գույքն էլ Քանաքեղ Զեյթունում են։ Արտակ Հովակիմյանը հայտարարագրել է նաև 2 ավտոմեքենա, երկուսն էլ Mercedes-Benz։ 2017 թվականի արտադրության Mercedes-ը գնել է 2020 թվականին, իսկ 2019 թվականի արտադրության Mercedes-ը 2021 թվականին։ Հատկապես տպավորիչ են Արտակ Հովակիմյանի հայտարարագրած բանկային ավանդները, դրանք 6-ն են։ Հովակիմյանի դրամային ավանդները կազմում են 29 միլիոն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով ավանդների ընդհանուր գումարը 82.850 դոլար է։ Եթե Հովակիմյանի ունեցած բոլոր ավանդները փոխակերպենք դոլարի, ապա կստացվի ավելի քան 150.000 դոլար։ Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա դրանք նույնպես քիչ չեն, հատկապես կանխիկը։ Արտակ Հովակիմյանը 22-ի տարեվերջին հայտարարագրել է 55.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Այդ գումարը նույնքան է եղել նաև տարեսկզբին։ Բանկային հաշիվներին ունեցած դրամական միջոցների ընդհանուր գումարը մոտ 1.9 միլիոն դրամ է։ 2022 թվականին Արտակ Հովակիմյանի ընդհանուր եկամուտները կազմել են 6 միլիոն դրամ, որից 3.8 միլիոնը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը մասնավոր ընկերություններից ստացած աշխատավարձ է։ Ընկերներ, վերջերս նաև տեղեկություններ եմ ստացել այն մասին, որ թաղապետ Արտակը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին չմասնակցելու համար աշխատանքից հեռացնում է իր վարչական շրջանում գործող մանկապարտեզների աշխատակիցներին, ասում են անգամ պահակին են հեռացրել մեր հզոր թաղապետի պահանջով։ Չար լեզուներ ասում են, որ պարոն թաղապետը նաև 2 գերթանկարժեք մեքենա է վերջերս ձեռք բերել, որոնք նշված չեն մեր չինովնիկի հայտարարագրում։ Ըստ նույն օդում կախված լուրերի, Արտակը գնել է Rolls-Royce մեքենա և մեր հանրության կողմից սիրված յաշիկ։ Նաև ասում են, որ մեր կոռուպցիայի հետ որևէ աղերս չունեցող թաղապետը սեփական նորակառույց է կառուցում։ Ընկերներ, շատ են նմանատիպ չինովնիկներ մեր հանրության մեջ, և դրանք շատանալու են, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանդիսանում է թալանի հովանավորյալ։ Եթե կլինի մարդ, ով վերորոշյալ ձևակերպմանը համակարծիք չի լինի, ապա ասեմ, որ հազարավոր թալանի դեպքեր կան, որոնց հետ կապված որևէ քրեական գործ չկա։ Ընկերներ, առաջիկայում կրկին կանդրադառնամ սույն թաղապետին և նրա հատկապես կադրային քաղաքականությանը, իսկ այսօր այսքանը, հաճելի հանգստյան օր եմ մաղթում, հարգանքներով ձեր հայը։